Վարչապետի հետ հանդիպման մասին այժմ կզրուցենք հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը։ Բարև ձեզ Տիկին Օհանյան, շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Դուք այսօր ձեր խմբագրականում եք անդրադարձել, բայց ընդհանուր առմամբ ինչպիսին էր ձեր տպավորությունը, խնդրում կրկնեք ևս մեկ անգամ։ Ես ճիշտն ասած ավելին էի սպասում հանդիպումից։ Ամեն դեպքում կարծում էի, որ ինչ-որ նոր մտքեր կարտահայտի վարչապետը, ինչ-որ սուր հարցեր կլինեն, նաև քաղաքական հարցեր կլինեն, որոնց շուրջ զրույցը ավելի անկեղծ բաց կլինի եւ մենք ընթերցողին հնարավորություն կունենանք ինչ-որ ավելի մանրամասներ հաղորդել, քան մինչև հիմա ինքը լսել է, տեղյակ է։ Բայց ինչ-որ կաշկանդվածություն կար թերևս, նաև ճիշտն ասած մի քիչ հիասթափված եմ մեր խմբագիրների հարցերից, այսպես ասած, որտեղ ես սպասում էի, որ ավելի սուր, ավելի կոմպետենտ, ավելի հետաքրքիր հարցեր են հնչելու։ Ես կողմից նաև հասկանում եմ, որ վերջերս վարչապետը շատ հաճախ է ելույթ ունենում, հաճախ է հանդիպումներ ունենում եւ այդ հանդիպումներից շատ է հեռարձակվում այդ նրա խոսքը, այնպես որ կարծես թե ամեն ինչ ասված է, հա, նոր բան ասել երևի թե դժվար կլիներ։ Մի քանի հարցադրումներ այնուամենայնիվ հնչեցին, որոնց պատասխանները կարող են մեզ լրացուցիչ մտորելու, խորհելու, հետևություններ անելու նյութ տալ, հա։ Մասնավորապես շեշտադրում արվեց, թե 18 թվականից հետո ինքը ինչ է պատրաստվում անել եւ ինքը նորից պնդեց, որ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։ Ընդհանրապես, գիտեք, ամբողջ զրույցը, ամբողջ երեկվա այդ հարց ու պատասխանը ընթանում էր հիմնականում տնտեսության խնդիրների շուրջ եւ իրոք ակնհայտ էր, որ գործ ունենք տնտեսության մենեջերի հետ, ոչ թե քաղաքական ֆիգուրի, այսպես ասած։ Տիկին Օհանյան, որ վարչապետը նշեց, որ 2018 թվականից հետո, եթե իր թիմը լավ աշխատի, իրեն այո, կրկին տեսնում է վարչապետի դերում։ Ձեր մեկնաբանությամբ սա ինչ է նշանակում, ներքին մրցակցություն է լինելու Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ, թե սա նշանակում է, որ նա ունի Սերժ Սարգսյանի աջակցությունն այս հարցում։ Չէ, ես կարծում եմ, ավելի շուտ վստահ եմ, որ կա պայմանավորվածություն եւ բնականաբար եւ իր նշանակման պահին եւ դրանից հետո հաստատ հանրապետության նախագահի հետ իրենք քննարկել են իրենց փոխհարաբերությունները եւ կա այդպիսի պայմանավորվածություն, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու է Կարեն Կարապետյանը։ Իհարկե համագումարում հանրապետականի Սերժ Սարգսյանը խուսափեց կոնկրետացնել թվեր կամ ինչ-որ ժամկետ նշել, թե ինչի մասն է խոսքը, երբ որ ասում էր, որ եթե հանրապետականը ունենա մեծամասնություն, վարչապետը շարունակելու է պաշտոնավարել։ Եվ դրանից մենք մի փոքր հետևություններ արեցինք, մի փոքր շփոթվեցինք ավելի շուտ, չհասկանալով, թե դա խոսքը ինչի մասին էր, մինչև 18 թվականը, թե 18 թվականից հետո, բայց կարծում եմ, որ այդ վերապահումը նախագահի խոսքի վերաբերում էր այն հանգամանքին, որ այս պահին դժվար է ասել, որ վարչապետը շարունակելու է պաշտոնավարել 3, 4, 5, չգիտեմ քանի տարի, քանի դեռ այդ թիմը կառավարության եւ ինքը վարչապետը չի աշխատել, չի արդարացրել, հա, չի կատարել իր արժեվ դրված այդ մինիմում եւ մաքսիմում ծրագիրը։ Այնպես որ կարծում եմ, որ կա այդ պայմանավորվածությունը եւ ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը իրեն բոլորովին այլ պաշտոնում է պատկերացնում, ոչ վարչապետի։ Այո, ինքն իրեն։ Ինչ պաշտոնում եք ձեզ։ Ես չգիտեմ ճիշտն ասած, դե չէի ուզենա այտենց կանխատեսողի բանում լինել, հա, դերում լինել, բայց ես կարծում եմ, որ ազգային ժողովի նախագահի պաշտոն կամ հանրապետության նույն նախագահի պաշտոնը կարող է եւ իրեն շատ ավելի հարմար լինել, հա, մի փոքր ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ, մի քիչ ավելի այդպես հերվից կառավարողի դիրքերում, հա, հանրապետականին նաեւ որպես նախագահ Բայց ձեր կարծիքով նա կմնա գլխավոր քաղաքական դերակատարը։ Գիտեք, այդպես դժվար է ասել, որովհետև մարդիկ նախատեսում են, Աստված որոշում է, հա, ինչ պետք է լինի, այնպես որ հնարավոր է եւ իր ծրագրած, իր պատկերացրած այդ սցենարը, այդ իրերի դասավորությունը չլինի այնպեսին, ինչպեսին այսօր ինքը պատկերացնում է, բայց ես կարծում եմ, որ այո, ինքը մտածում է, որ մնալով հանրապետականի նախագահ եւ ունենալով որոշակի դերակատարում այդ քաղաքական դաշտում, ինքը կկարողանա կառավարել այդ
բազմաշերտ, բազմաբնույթ, բազմաճյուղ հանրապետականին, այսպես ասած, որպես ակսակալ, որպես մարդ, որին բոլորը ենթարկվում են, ընդունում են իր հեղինակությունը եւ մի խոսքով ինքը կկարողանա այդ տարբեր ֆիգուրները խաղացնել, որպես լավ հմուտ շախմատիստ, այսպես ասած։ Վերադառնալով վարչապետի հետ զրույցին, Տիկին Օհանյան, վարչապետի առաջին հարցազրույցը հայկական 4 հեռուստաընկերությունների էր, հիմա ավելի քան 30 լրատվամիջոցներ էին։ Սա դուք ինչ եք գնահատում, որպես PR քայլ էր, թե այնուամենայնիվ վարչապետը հասկացավ, որ պետք է հնարավորություն տալ նաև այլ լրատվամիջոցների հարցեր տալ։ Նախորդ հարցազրույցից հետո, երբ 4 լրատվամիջոց էր հրավիրել, ճիշտն ասած, ես նենց սուր քննադատության ենթարկեցի եւ խմբագրական էի գրել, որ հավասար մրցակցությունից խոսող վարչապետը անհավասար մրցակցության դաշտ է ստեղծում լրատվական դաշտում, որը նույնպես բիզնես կանոններով է ի վերջո աշխատում, այնպես որ ճիշտ կլիներ, որ ավելի լայն լիներ ֆորմատը հանդիպման կամ այլ ֆորմատ ամեն դեպքում նախատեսվեր, ոչ թե 4 ընտրյալների հետ զրույցի ֆորմատը։ Եվ այս ընթացքում ես էլի լսեցի, որ լրագրողները իրեն անընդհատ այդ հարցը տվել են, ինչու եք դուք ձեր սիրելի լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպում եւ այլն։ Մի խոսքով ես կարծում եմ, որ այս ճնշման, այս կարծիքների ազդեցությունն էր, որ նա որոշեց այսպիսի ընդլայնված կազմով հավաքել։ Մանավանդ այդ հանրապետականի համագումարից առաջ հենց մարզամերգայինի շեմին խոստացել էր լրագրողներին, որ ես ավելի լայն հանդիպում կկազմակերպեմ։ Կարծում եմ, որ այդ շրջանակներում էր։ Ողջունելի է, ես համոզված եմ, որ սա ճիշտ քայլ է իր կողմից, այդպես ավելի բաց, ավելի մատչելի հանդես գալու առումով։ Բայց անկեղծ ասած ես նաև մտածում եմ, որ այս ֆորմատը իրեն չարդարացրեց, որտեվ մի տեսակ զրույցը չստացվեց, թե հարցերն էին բազմաբնույթ, թե մարդիկ կային, որոնք ավելի շատ եկել էին իրենց ցույց տալու, քան հարց տալու եւ հարցի պատասխան լսելու, չգիտեմ, չեմ կարող ասել, կամ ինքն էր ավելի կաշկանդված, կամ լսարաններ շատ մեծ հնարավոր չէր այդ անկեղծությունը ապահովել։ Մի խոսքով ինձ թվում է, որ պետք է նոր բան մտածել, նոր ձև մտածել, ամեն դեպքում մամուլի հետ շփվելու։ Գիտեք, օրինակ, տեսեք, ես նստած էի վերջում, դահլիճի, բավականին ուշ կարողացա հարց ուղղել, իմ տված հարցից հետո իր պատասխանը նոր հարցեր ենթադրում եւ ես կուզեի մի փոքր ավելի երկար զրուցել իր հետ, մի քիչ ավելի հարցերը խորացնել եւ ավելի ոնց որ ասած արմատին հասնել, հիմքին, բայց այդ հնարավորությունը չկար։ Այնպես ստացվեց, որ տեսակ հարցերը հնչեցին, պատասխանները կիսատ էին, ինձ չբավարարեցին, կարծում եմ ինքն էլ այդ երկխոսությունից չբավարարվեց եւ հնարավոր էլ չէր, լսարանը զբաղեցնել ուղղակի ինչ որ երկխոսության մեջ մտնել վարչապետի հետ, այդ առումով շատ ավելի ճիշտ է երևի ինչ որ անհատ լրագրողների հետ հիմնավոր հարցազրույցներ անելու տարբերակը։ Ոչ թե նորից կսկսվեն խոսակցություններն այն մասին, որ հավասար դաշտ չի ստեղծում։ Ինչպես ընտրել այդ անհատ լրագրողները։ Գիտեք, թող ես չեմ ասում, պարտադիր չի դրանք լինեն իշխանական մամուլի ներկայացուցիչներ կամ այդպես դաշտում հայտնի իբր մամուլի հայրեր, մայրեր, որոնք այդպես հանդես են գալիս այդպես դասատուների կեցվածքով, կարող է լինել մի շարքային լրագրող, որը մի քիչ երկար պատրաստվի այդ հարցազրույցի վրա եւ պարբերաբար տարբեր լրատվամիջոցներում տալ այդ հարցազրույցները։ Պարտադիր չի, որ դա լինի մեկ անգամյա ինչ որ մի ակցիա, մի 10-15 օրը մեկ ամիսը մեկ կարելի է մի լրագրողի, մի անգամ հեռուստատեսային մի լրագրողի, մյուս անգամ թերթի լրագրողի հարցերին պատասխանել եւ այդպես ապահովել կապը հանրության հետ, այսպես ասած։ Տեսեք, դուք ինքն եք ասում եք, որ հարցերն արդեն սուր չէին, գուցե պատճառն այն է, որ վարչապետը դրանից առաջ բազմաթիվ ելույթներ ունեցել, հնարավորություն ունեցել են լրագրողները հարցեր ուղղելու։ Արդյոք անհրաժեշտություն կա փոքրիկ երկրում, ձեր ասած 15 օրը մեկ հարցազրույց տալ։ Գուցե հարցնելու բան չլինի այլ վարչապետին։ Գիտեք, եթե ակտիվ աշխատող կառավարություն է եւ անընդհատ պտումների մեջ գտնվող վարչապետ է, որը ծրագրեր ունի, որը ամեն օր նոր ինֆորմացիա է ստանում, նոր քայլեր է ձեռնարկում եւ այդ քայլերը ինչ որտեղ նաեւ հասարակությանը հասանելի դարձնելու խնդիր ունի, կարծում եմ կարելի է դա կազմակերպել եւ անհետաքրքիր չի լինի եւ
սոլիդ կլինի եւ հասարակությունն էլ կգնահատի այդ բաց անկեղծ զրույցը, որովհետեւ եթե հիշում եք մեր նախկին վարչապետները եւ նախագահները, այսպես ասած, որպես նոր տարվա մանդարին են, հա, մեզ միշտ հանդես եկել, այսպես տարին մի անգամ կամ մի քանի տարին մի անգամ շնորհ են արել ինչ որ հարցերի պատասխանել, դա լավ ձև չի, դա դեմոկրատական հասարակությանը բնորոշ ու վայել ձև չէ, պետք է ավելի սերտ շփվել հասարակության հետ, բայց իհարկե կա նաև այդ հոգնեցնելու, զզվեցնելու պահը, պետք է չափը կարողանալ պահել։ Գիտեք, ես չեմ ուզում իր փոխարեն մտածեմ կամ իր թիմի փոխարեն, հա, ինքը ունի խորհրդականներ, իդեպ ես երկրորդ շարքում էի նստած այդ հետևի հատվածում, մեր դիմացի շարքում մի հսկայական շարք ամբողջությամբ նստած էին իր օգնական խորհրդականները, այդ նոր ընդունված, կարծեմ 11 հոգի են, երիտասարդ տղաներ են, որոնք երևի թե դրսում նաև կրթություն ստացած, ինչ որ փորձ ուսումնասիրած, հա, այլ երկրների վարչապետների եւ կարելի է վերցնել, ուսումնասիրել, տեսնել ուրիշները ոնց են հարաբերվում, ինչպես է մամուլի հետ աշխատանքը, ինչպես կարելի է տանել, որ չլինել խոցելի, լինել մատչելի, լինել հասարակության համար հետաքրքիր, սպասված, բայց նաև փակ չաշխատել, հա, այդպես։ Տիկին Օհանյան, ձեր հարցը, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցությանը վարչապետին անդամագրվելու վերաբերյալ էր, եւ բացի այդ դրանից հետո նաեւ ինքը նշեց, որ օրինակ Տիգրան Սարգսյանը 4 տարի հետո երբ անդամագրվեց վարչապետության օրոք, նա նշեց, որ Տիգրան Սարգսյանի ժամանակներն այլ էին, նա իրեն կարող էր այդպիսի շռայլություն թույլ տալ։ Սա դուք ինչպես կմեկնաբանեք, այսինքն վարչապետը նկատի ուներ պարլամենտական համակարգի անցումը, թե ըստ այնուամենայնիվ նրա վրա ճնշում գործադրվել է։ Դե եթե ուշադիր եղել եք, ես հենց հարցը այդպես տվեցի, որ ինձ հետաքրքրում էր ինքը որ ասում է քաղաքական թիմ պետք է ունենա, պետք է ուրեմն ամուր լինի վարչապետը, հենարան, քաղաքական հենարան պիտի ունենա եւ այլն, դրանով է բացատրում իր հանրապետականին անդամագրվելը։ Ինձ հետաքրքրում էր թե երբ է այդ միտքը ծագել իր մոտ, հա, այդ նշանակման պահին է եղել արդեն, որտեղ ինքը ի վերջո օտար մարզի քաղաքական ստրուկտուրաները պատկերացնող անձնավորություն է, հետաքրքիր է, եթե նշանակման պահին է եղել եւ այդ ժամանակ եղել է խոսակցություն իր եւ նախագահի միջեւ, ինչ որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ դեպքում ինչու 3 ամիս հետո անդամագրվեց, եթե հետո է ծագել այդ միտքը, ինչ գործոնների ազդեցության տակ է ծագել, գուցե աշխատանքի նշանակվելու ժամանակ իրեն ասվել է, որ պարտադիր չի լինել հանրապետական, բայց հետո ինչ որ ժամանակ հետո պարտադրել են իրեն։ Ես ուզում եմ մի քիչ ավելի բաց ինքը խոսել այդ թեմաներով, բայց ինքը հենց ակնհայտորեն խուսափեց դրա այդ թեմայի մեջ մտնելուց, կարճ կտրուկ ասաց, որ չի եղել նշանակման պահին նման խոսակցություն, ու խոսքով անցավ առաջ։ Բայց այդ հանգամանքը կարևոր հանգամանք է, հա, այդտեղ նաև հարցը չէց, թե 7000 անդամագիրները ձեր անդամագրումից հետո ինչպես բացատրել, դա այդպես ԽՍՀՄ մեր տարիների փորձն է հիշեցնում եւ այլն, ինքն էլ կոչ արեց, որ դուք ավելի լայն հնարավորություններ ունեք բարձելու, ինչքանով են այդ մարդիկ կամավոր, թե պարտադրանքի իմիջիայլոց մենք անդադ գրում ենք այդ մասին եւ կան այդպիսի լուրեր, հրապարակումներ, որ այո, պարտադրանքներ կան, ինչ որ պարտադիր ձևեր են բաժանվում դիմումների, իմիջիայլոց ինքը խոսքի մեջ նաեւ դա էլ ասաց։ Իր լրացրել է, որ դա դիմումի ձև է եղել, լրացրել է։ Բայց վարչապետը նաև նշեց, որ գուցե եւ եղել են մարդիկ, որոնք պարտադրվել են ներքին օղակներում, այսինքն ավելի ստորին օղակներում, բայց դրանք անհատներ են եւ խոսքը հազարների չի վերաբերվում։ Հա, ուղղակի գիտեք, մենք փոքր երկիր ենք, հա, այդպես չի կարող լինել, որ ինչ որ գազի գրասենյակում աշխատողներին պարտադրեին եւ այդ ամբողջ հիմնարկով շղթայով չգար այդ ինֆորմացիան հասներ դեպի վերևները։ Դե չգիտեմ, ճիշտն ասած, դա ում իդեան է եղել, ամեն դեպքում ես դրան էլ եմ անդրադարձել օրեր առաջ, ինչ որտեղ երևի ինքը իր կշիռը ընդգծելու խնդիր ուներ, հա, որ ես գալիս եմ 7000 օժիտով եմ գալիս, այսպես ասած, եթե ինչ որ բան էպես չստացվի, այդ 7000-ի հետ էլ դուրս կգամ, իմիջիայլոց մեր կուսակցությունների մասին օրենքը հիմա պահանջում է ընդամենը 1000 անդամ ունենալ, այնպես որ 7000-ով կարելի է նույնիսկ 7 կուսակցություն բացել։ Այդ հեռանկարը։ Տիկին Օհանյան, վարչապետը նաև նշեց, որ համամիտ է
այն տեսակետին, որ անդամագրվելուց հետո գուցե իր վարկանիշը անկում է ապրելու։ Սա մի կողմից լավ է, որ վարչապետը անկեղծ է գտնվում այսպիսի թեմաների շուրջ խոսելուց, եւ մյուս կողմից փաստացի շուտով կուսակցության փոխնախագահի, այսինքն նախագահի առաջին տեղակալի մակարդակով խոսվում է այն մասին, որ հանրապետական կուսակցության անդամակցումը կարող է ազդել քաղաքական գործչի վարկանիշի վրա, սա նորմալ է։ Մեր երկրում երևի նորմալ է։ Հետո մի ուրիշ բան էլ իր խոսքի մեջ ասաց, որ երբ որ ես հարց տվեցի հանրապետականի անդամագրման այդ գաղափարը երբ է առաջացել խոսակցությունը, ինքը ասաց, իսկ ինչ է, ինչ որ մեկի համար դա անսպասելի որոշում էր։ Դալիճից ռեպլիկներ հնչեցին, որ այո, անսպասելի էր։ Մենք շփվում ենք հասարակության հետ, լսում ենք, որ շատ մարդիկ այո, հիասթափված են, որովհետև բացասական իմիջ ունի, հա, հանրապետական կուսակցությունը այնպես չի, որ մարդիկ հիացած են հանրապետականով եւ երբ որ բարձր վարկանիշ ունեցող վարչապետը մտնում է մի բացասական իմիջ ունեցող կուսակցության մեջ, բնական է, որ պիտի անկում ապրեր իր հեղինակությունը։ Դե հանրապետականը հենց այդ նպատակով էլ նախագահը հենց այդ նպատակով էլ իրեն նշանակել է, բերել է, իրեն մտցրեց հանրապետական կուսակցություն, այդ իրենց իմիջը բարձրացնելու, մաքրելու, հա, ընտրությունների շեմին ավելի նոր դեմքերով, համակրելի դեմքերով հանդես գալու նպատակով։ Ինձ թվում է ինքը շատ լավ դա գիտակցում է, ուղղակի բաներ կան, որ ընդունված չէ եւ չի կարող ասել եւ մենք էլ ըմբռնումով ենք մոտենում իր պահվածքին։ Տեսեք, սուր հարցեր, լավ հարցեր տալու համար նաև կարևոր է տեսնել այդ կառավարության կատարած աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի հարցեր տալ աշխատանքի վերաբերյալ։ Ձեզ համար տեսանելի է այս 3 ամիսներին նրա կատարած աշխատանքը։ Դա հենց իմ երկրորդ հարցն էր։ Ես հարցրեցի, ասացի 3 դուք խոսում եք արդյունավետ կառավարումից, 3 ամիս է արդեն փաստորեն դուք պաշտոնավարում եք, ինչ արդյունքներ եք գրանցել, ինչից եք գոհ, ինչից եք դժգոհ, ինչ հիասթափություններ ունեք, ինչ հետևություններ եք արել այս 3 ամիսների ընթացքում։ Այստեղ շատ ճիշտ ասած հիասթափված եմ, որովհետև շատ մակերեսային պատասխանեց, նույնիսկ այսպեսի մի հատ երկխոսություն եղավ, որ կան մարդիկ, որոնցից դժգոհ եմ եւ կան մարդիկ, որոնցից գոհ եմ, իր նշանակած կադրերի մասին էր խոսքը, երբ խնդրեցի ասի անուններ նշեք ումից, ասաց ոչ, մարդը իր ընտանիքի թերությունները չի բարձրաձայնում, հա, կարծես այդպես նախադասություն ասաց։ Ես զարմացա ուղղակի, որովհետև կառավարությունը դա ընտանիք չի, հա, կառավարությունը մեր հարկերով սնվող մի օրգանիզմ է, որը ծառայում է հասարակությանը եւ հասարակությունը իրավասու է նաեւ իմանալ այդ կառավարության թերությունները, լավ աշխատանքը, վատ աշխատանքը։ Ձեզ որպես թերթի խմբագիր տեսանելի է այդ աշխատանքը։ Ոնց եք գնահատում դուք։ Գիտեք, ես ամեն դեպքում ես կարծում եմ, որ իր նշանակած կադրերը օրինակ եմ բերում։ Արդեն հավասար բանանի շուկան, հավասար պայմաններ է ստեղծում մենաշնորհների դեմ է պայքարելու։ Դուք տեսնում եք այդ ռեալ գործնականում։ Գիտեք, այդ գործնականում արդյունքներ նկատելու համար կարծում եմ 3 ամիսը շատ կարճ ժամանակ է, բայց որ ինչ-որ քայլեր, ինչ-որ փորձեր արվում են, հա, ինչ-որ մաքսայնում, հարկայնում, ինչ-որ փոփոխություններ, լուրեր են հասնում մեզ, նաև դրա մասին հրապարակումներ են կանում, ինչ-որ կադրերից են ազատվում, հա, փորձում են այն հսկիչ գների գաղափարն են փորձում վերացնել, հա, ինչ-որ քայլեր, ինչ-որ բաներ ձեռնարկվում է։ Բայց ես էլ եմ ասում, հա, Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է մեր տնտեսությունը, մեր պետությունը, որ այդպիսի տրադիցիոն, այդ դանդաղ քայլերով հնարավոր չէ փոփոխություններ ապահովել, հա, ոչ ստանդարտ, շատ արագ, շատ կտրուկ փոփոխությունների, շատ կտրուկ լուծումների կարիք կա, որ պիտի սենց ասած տնտեսության մեջ հեղափոխություն անելու կարիք կա, որ պիտի իրենք ձեռնարկեն, բայց ես չեմ տեսնում այդ բաները։ Գուցե վարչապետի մոտ այդ ցանկությունը կա եւ ինքը նպատակամղված է դրան։ Իմ հարցին պատասխաններից նաեւ ասաց, որ ես տեսնում եմ այդ ճանապարհները, հա, շտկելու վիճակը, բայց նախ
իր բերած, իր նշանակած կադրերով հիացած չեմ, հա, մեղմ ասած հիացած չեմ։ Դուք անուններ կնշեք։ Դե իր նշանակած նախարարները, չգիտեմ, առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ես չգիտեմ, այդ մարդիկ դեռ որևէ տպավորություն, աշխատունակ, գործունյա, այդպես լայն մտածող, կտրուկ բան քայլեր անող, այդպիսի մարդկանց տպավորություն ին վրա ամենայն դեպս չեն թողել։ Գուցե ինչ-որ ժամանակի ընթացքում իրենք էլ հարմարվեն, իրենք էլ ավելի հմուտ դառնան, ավելի լավ սկսեն, հա, իրենց կառավարչական այդ ֆունկցիաները կատարել, բայց առայժմ շատ այդպես համեստ կարծիքի եմ, հա, իրենց մասին։ Ինչ վերաբերում է քայլերին, քայլերի մեջ կան, այո, այդ եմ ասում, այդ մաքսայինի, հարկայինի, ինչ-որ բաների մեջ կա ինչ-որ լուծումների բան, հա, բայց դե ժամանակը ցույց կտա։ Եվ վերջում Տիկին Օհանյան, վարչապետը խոսեց Գագիկ Ծառուկյանի մասին ու նշեց, որ հանդիպում է իր հետ բարբերաբար, բայց կատակեց ասելով ձեր լրագրողներից մեկը հարցրեց արդյոք կարծում եմ գազի մասին են խոսում, որովհետև գազալցակայանների որոշ մասի սեփականատերն են, նա նշեց ձեր կարծիքով հո անդադ գազից չեմ խոսելու, բայց նա չնշեց թե ինչ է խոսում Գագիկ Ծառուկյանի հետ։ Սա ինչ էր ազդակ էր, որ Գագիկ Ծառուկյանը եւ իշխանությունը դեռ սերտ կապերի մեջ են իրար հետ, թե պարզապես խոսքեր հանդիպումների մասին առանց տողատակի։ Ինձ թվում է այդ հարցի պատասխանելուց ինքը հիշեց, որ ինքը արդեն հանրապետականի անդամ է, եւ որպես հանրապետական կուսակցության ապագա փոխնախագահ էր ավելի շատ պատասխանում այդ հարցին։ Դից քաղաքավարական պատասխան էր, չեմ կարծում, որ դրա տակ այդպես շատ մեծ լայն իմաստով պետք փնտրել ու գտնել։ Եվ ձեր դիտարկումն եմ ուզում 2017-ի ընտրություններին արդյոք ընդդիմությունը հնարավոր միավորման դեպքում կարող է արժանի մրցակից լինել հանրապետականի համար։ Այո, եթե գնան կոնսոլիդացիայի մի կողմ թողնեն իրենց այդ նեղ ներկուսակցական իրանց ինտրիգներ, այդ նեղացածություններ, հա, անցյալից եկած այդ բեռը կարողանան մի կողմ թողնել, կկարողանան մրցակցել, հա, բայց գիտեք, այս 17-ի ընտրությունները ինձ թվում է բոլորիս անակնկալի են բերելու, որտեվ այս ռեյտինգային կոչված քվեարկությունը ինքը իր մեջ բազմաթիվ տենց խութեր պարունակող բան է, որը միայն ընտրություններից հետո մենք կզգանք, թե դա իրականում ինչ է նշանակում եւ դա եթե ընտրողը գիտակցեց, որ իր թաղի, իր օլիգարխը, իր գործատուն, չգիտեմ, իր համար հարգելի իր ազգականը, չգիտեմ ինչ, պայքարում է միայն հանրապետականին ձայն բերելու համար եւ հակադրվեց դրան, հա, կունենանք լավ արդյունք։ Եթե աշխատի այն հին սխեման, որ մեծամասնականների դեպքում սովորաբար աշխատում է, ես վախենում եմ, որ շատ տխուր արդյունքներ են լինելու 17-ի ապրիլին։ Շնորհակալ եմ Տիկին Օհանյան։ Իմ զրուցակիցը հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էր, զրուցում էինք 3 վարչապետի մոտ կայացած ավելի քան 30 լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման մասին։